Բանն այն է, որ Ալիևը պարզապես ինչ-որ բան չի ասում, հստակ ծրագիր է, որը այդ երկրում հիմքերի վրա է դրված։ Սրա մասին Հայաստանի իշխանությունը չի խոսում, զբաղված են բանակը կրճատելով, զբաղված են բանակից փողով խուսափելու նախագծերով, ծրագիր են մշակում, թե ոնց ընդդիմության մուտքը խորհրդարան դժվարացնեն, ծեծկռտուք հրահրեն։ Դա հեշտ է, կարող եք, բայց Ադրբեջանի պահանջները կատարելու դեպքում վաղ խորհրդարանում մի շարք էլ նրանց համար պետք է առանձնացնեք։ Եթե 700,000 մարդ ընտրել է ՔՊ-ին ու 71 падգամավոր ունեն խորհրդարանում, վաղը ձեր բերելիք ադրբեջանցիները, որ քվեարկեն, մի 35 падգամավոր կունենան։ Ինչ ենք հաճախ լսում։ Քանի որ պարտվել ենք, Ադրբեջանը հաղթել է, թելադրողի դիրքերում է ստիպված կատարում ենք պահանջները։ Սա խեղճության արդարացում է։ Ալբանիայի լացելու կադրերի արդարացումն է, Նյու Յորքում Էրդողանի գիրքը գրկելու արդարացումն է, սա արժանապատիվ խաղաղության լրիվ հակառակ կողմն է։ Այս ստորացումը, որի մեջ ենք հիմա, 2020 թվականին պարտվելու պատճառով չէ։ Սրա պատճառը իմ համոզմունքով պարտվելուց հետո եւս նույն քաղաքականությունը շարունակելու պատճառով է։ Այն որ ասում ենք պետք է մեզ ներկայացնողը բանակցողը փոխվի, որ չխայտարակվենք, սրա համար էինք ասում,